Ես կարծում եմ ձեր նշած բազմաքաղաքացին ինքը իր մասին է խոսել, երբ որ խոսել է աղքատացման մասին։ Ես կանխատեսել եմ եւ պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետեւ Իրանից մեծ որ բաները, պարտավորություններ ստանձնել, այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր, այսպես ասած, նոմինալ ունեցած իր ձեռից առնվելու է։ Եվ նա իր բանի, իր այսպես կողմից կառավարվող այդ բանի դարդն է լացում, Հայաստանի Հանրապետությունում արդեն տեսակ ինչ եղավ, ուրիշ տեղեր էլ ավելի են լինելու։ Եվ ինձ տվյալ դեպքում այդ խոսույթը ակնհայտ է դարձնում, որ գործ ունենք մի տերմին կա ԵԱՏՄ տարածքում եւ ոչ միայն ԵԱՏՄ տարածքում կիրառվող օտարերկրյա գործակալի հետ։ Այդ գործունեությունն է ծավալում, այսինքն փորձ է անում հրահրել Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ, այդ կոնֆլիկտի վրա ձեռներ տաքացնելու համար։ Ես անհնար եմ համարում այդպիսի բանը, որովհետեւ նախ Հայաստանի 2018 թվականին հիշում եք ինչեր էին ասում։ Հիշում եք ինչեր էին ասում։ Ասում էին էլի Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների 21 թվականին են ասում։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է։ Այդ մարդիկ ուզում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք եւ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն է, ով որոշումներ է կայացնում։ Այդ մարդիկ, ովքեր տենց սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել, իրենց նեղ մի բանի, իրենց ունեցվածքը մեկը չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է ԵԱՏՄ-ն չտնեն բանի տակ, սադրանքների մեջ չներքաշեն։ Բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք Ռուսաստանի Դաշնության հետ եւ մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք եւ ելի ուզում եմ ասել, ես Ռուսաստանի Դաշնություն կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող, մենք շատ երկար եւ մանրամասն քննարկումներ ենք ունեցել եւ ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունը առաջիկայում մենք կտեսնենք։ Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը եւ եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես ինաստրաննի ագենտ են։ 60 երկրի քաղաքացիություն ունեն։ Մի հատ էլ հայտարարում են, թե իրանք տենց քաջաբար սկսում են հրաժարվել քաղաքացիությունից։ Մինչև հրաժարվեն մի 30 տարի կտևի, որովհետև աշխարհում էլ երկիր չկա, որի քաղաքացի չեն։ Այդ մարդիկ, այո, բարձ բուն իմաստով ինոագենտ են եւ գործում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամության դեմ, ԵԱՏՄ շահերի դեմ եւ ուզում են իրանք կաթվածահար անեն կազմակերպությունը։ Մենք թույլ չենք տալու, որ կաթվածահար անեն կազմակերպությունը եւ բոլորին կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին։ Պրոցեսը, բայց մյուս կողմից այն պրոցեսը ձեր նշած բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսը հիմա արդեն ցավում եմ, բայց ոչ մի բանով օգնել չեմ կարող։ Բայց հիմա մենք սոցիալական շատ լավ, ինչպես տեսակ, ծրագրեր ունենք եւ մանավանդ, երբ որ արդեն լինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի, կարծում եմ եւ առողջության ապահովագրությունը եւ սոցիալական մյուս ծրագրերից լիարժեք օգտվելու հնարավորություն կունենա։ Շնորհակալություն։